Երբ Հիսուսը իր աշակերտներին ասաց, որ ժամանակը մոտեցել է, որ ինքը պետք է գնա Երուսաղեմ, չարչարվի եւ մահանա, Պետրոսը հանդիմանեց Հիսուսին եւ ասաց. «Ո ոչ Տեր, նման բան չպիտի պատահի քեզ հետ»։ Հիսուսը նույնիսկ չմտածեց, նա ասաց. «Հետիս գնա Սատանա»։ Նա չմեղադրեց Պետրոսին, նա գիտեր, թե որն էր նրա խնդրի իրական աղբյուրը։ Մենք շատ մարդկանց ենք մեղադրում մեզ հետ կատարվածի համար, սակայն պետք է գիտակցենք, թե ով է մեր իրական թշնամին եւ որոշում կայացնենք, որ թույլ չենք տա, որ նա ղեկավարի մեր կյանքը, հետիս գնա Սատանա։ Ես զարմանում եմ, թե ում վրա եք այսօր զայրացած, երբ իրական խնդիրը Սատանան է։ Հիսուսն ասաց. «Ներիր նրանց, Տեր, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Գիտեք, շատ մարդիկ վիրավորում են մեր զգացմունքներն այն պատճառով, որ ինչ-որ բան էլ նրանց է ցավ պատճառում։ Եվ փոխանակ զայրանալու եւ վիրավորվելու մենք պետք է աղոթենք նրանց համար։ Եվ մի փոքր ողորմություն, մի փոքր հասկացողություն ցուցաբերենք։ Հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք Սատանային, եւ նա կփախչի։ Դուք լուռ եք։ Արմատացած, հաստատված, ուժեղ, անշարժ եւ վճռական, գիտենալով, որ ձեր եղբայրներն էլ, որ աշխարհի մեջ են, քրիստոնյաների ամբողջ մարմինը, նույն չարչարանքներն են կրում։ Այնպես որ դուք միակը չեք, որ ցավ եք վերապրում, ես միակը չեմ, որ ցավ եմ վերապրում, եւ ես կարող եմ երաշխավորել։ Որ ինչ խնդիր էլ ունենաք այսօր, այս շենքում կա մեկը, ում ցավն ավելի խորն է, քան ձերը։